Բարեկալուս Civilnet Հայաստանի ամիջական հարևանությամբ Իրանում ավելի քան 2 շաբաթ շարունակվող ներքին լարվածության եւ ցույցերի մասին ես կզրուցեմ իմ գործընկեր արևելագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Ողջույն Գեորգի։ Ողջույն Արշակ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Գեորգի, տեսեք, արդեն 2 շաբաթից ավել է Իրանում տեղի ունենում այս իրադարձությունները, որը ֆորմալ առումով սկսվել են Իրանի ազգային արժույթի ռեալի կտրուկ արժեզրկման եւ շատ բարձր ուրեմն ինֆլյացիայի գնաճի ֆոնին 50%-անոց գնաճ է այդ երկրում գրանցվել 2025 թվականին, եթե չեմ սխալվում, բայց այնուամենայնիվ եւ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Իրանի մեծ բազարում, այսպես ասած, շուկայում առևտրականները այդ ռեալի կտրուկ անկման հետևանքով փակել են իրենց առևտրային կետերը եւ կարելի ասել գործադուլ են հայտարարել։ Սովորաբար այդ մասը, այդ խավը համարվում է Իրանի գործող ռեժիմի վարչակարգի հենարանը, որովհետև առավել պահպանողական հատվածն է այդ երկրում եւ այլ եւ այլ։ Այս անգամ, քանի որ այդտեղից է սկսել, տրիգերը դա է եղել, սոցիալական, տնտեսական թեման է եղել եւ այդ մարտիկ են սկսել բողոքի ցույցերը, կարելի է ասել, որ Իրանի ռեժիմը, վարչակարգը կորցնում է իր հիմնական հենարանը, այսինքն այս անգամ իր դեմ դուրս է եկել իր հիմնական հենարանը, լոյալ հատվածը։ Շնորհակալություն Արշալից, հարևան Իրանում նման զարգացումներ են տեղի ունենում եւ մեզ համար շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է ցույցերին, ընդհանրապես դրանք հենց դեկտեմբերի վերջերից սկսվեցին, 28-ից, այո, 28-ից մեծ հաշվով նաեւ իմացանք դրա մասին, մոտ 2 օր առաջ ինչ որ լարվածություն կար, այո, եւ 28-ից են թողած կարծել եւ հիմնականում այո, շատ ճիշտ նշեցիր, որ դա սկիզբը առավ խանութ-պաներից, հա, փոքր եւ միջին բիզնեսի դասի ներկայացուցիչներից, Թեհրանի շուկաներից եւ դա ձնագնդի էֆեկտով խորացավ եւ իսկ հիմնական պատճառը դա ռեալի իրանական արժեքի ռեալի արժույթի այո արժեզրկումներ եւ սա նպաստեց այդ բողոքի լարվածությանը։ Ես գալով հենց բուն հարցին ես հակված եմ կարծել, որ իրականում այսինքն հիմնական սկզբնական բողոքը հենց սոցիալական էր խանութ-պաների կողմից, որովհետեւ այո նրանք հենց այդ դասի ներկայացուցիչները ամենալոյալն են վարչակազմին եւ կարելի ասել որ հեղափոխության այսինքն հիմնասյուներից են, հա, էլեկտորատը եւ կարծում եմ որ նրանց բողոքի իրական տնտեսականն էր։ Սակայն հետո երբ որ 28-ից հետո ինչպես դե գիտենք մինչև օրս էլ շարունակվող ցույցերը տարաբնույթ դրանք դուրս եկան, հա, Թեհրանի շուկայից եւ ոչ միակ շուկայից, այլ դուրս եկան Թեհրան մայրաքաղաքից եւ տարածվեցին այլ քաղաքներ, այլ նահանգներ եւ նրանք ավելի շատ համեմվեցին նաեւ քաղաքական խոսիլներով, ինչը հատուկ է իրանական ցույցերին։ Դրա համար ես հակված եմ կարծելու, որ այդ քաղաքական խոսիլները եւ այլն դրանք հնչում են արդեն ոչ հենց բուն խանութ-պաներից կամ հենց իսկ սկզբանե այդ լոզունգներից դուրս են եկել եւ ցուցարարների կազմը փոխվել է ակնհայտորեն, սոցիալական աշերտեր են միացել։ Անխոս, որովհետեւ ցույցերը ակնհայտորեն մեծացել են, դրանց միացել են ուսանողությունը, այլ շերտեր, որոնք որ իրենց բողոքն են արտահայտում, այսինքն կարելի ասել, որ հիմա բողոքների հետ կապված մի փոքր խառնվել է, այսինքն կա եւ տնտեսականը կարող ենք արձանագրել եւ նաեւ քաղաքական բաղադրիչը։ Իսկ այն հարցը, որ այդ լոյալ խավի լոյալությունն է կամ չգիտեմ, աջակցությունն է կորցնում, կարող ենք ասել, որ կորցնում է իրանական վարչակարգը այս թեոկրատական կարելի ասել ռեժիմը, հա, վարչակարգը կորցնում է ամենալոյալ խավի, լոյալ խավերից մեկի աջակցությունը, թե ոչ։ Տեսեք, դեռևս չեն կարող ասել, համենայնիվս եթե բաժանենք, չնայած սրանք շատ փոխկապակցված են, թե տնտեսական բողոքները, թե քաղաքական, որտեղ մեկը մյուսով է, հա, պայմանավորում, այնուամենայնիվ տնտեսական եթե գործոնը Իրանի կառավարությունը փորձում է հենց առանձնացնել տնտեսական բաղադրիչը եւ որոշակի սուբսիդիաների միջոցով փորձում հենց մեղմել այդ բեռը, հետեւաբար եթե սա ինչ որ չափով մեղմի նրանց սոցիալականը կամ ինչ որ չափով բավարարի, դա չի կարող են նաեւ այսինքն իշխանությունները չկորցնեն այդ հատվածը, դեռևս շուտ է ասել, բայց այնուամենայնիվ սա լուրջ մարտահրավեր է իշխանությունների համար, անխոս, եւ կարելի ասել, որ սա արտահայտվեց նրանով, որ իշխանությունները փաստորեն շտապեցին ընդունել այս ցույցերը դեկտեմբերի 28-ից հետո երբ որ այո, իսկ սկզբանեն բավական լոյալ այսպես արձագանք նրանք ընդունում են իրենց բողոքը, որ ճանաչում են այդ բողոքը։ Այո, սա նորույթ է, այսինքն իր իմաստով, իր բնույթով սա շատ ուշագրավ իրողություն է, ինչը ցույց է տալիս, որ Իրանի իշխանությունները վերնախավը հասկանում է, որ բողոքը իրականում շատ խորն է եւ նրանք փորձում են կանխել այդ բողոքի տարածումը, որպեսզի այդ բողոքը դուրս չգա սոցիալականից անդին։ Սակայն
միայն չհաջողվեց, այո, թե ինչ ընթաց կարող է ստանալ, դա ոչ մեկը ինչպես դա ասում են նրա մասին, որ Իրանի ներկայիս կառավարությունը, իշխանությունը Փեզեշքյանի գլխավորությամբ ավելի բաց է մարդկանց հետ երկխոսություն ծավալելու եւ այսպես հետադարձ իմպուլսներ ստանալու տեսանկյունից, թե խոսում են նրա մասին, որ իրենք ավելի թույլ են, քան նախորդ ռեժիմները եւ հատկապես վերջին պատերազմական իրադարձություններից հետո 12-օրյա պատերազմի Իսրայելի, այնուհետև նաեւ ԱՄՆ-ի միջամտությամբ դարձրել է այդ ռեժիմը ավելի թույլ, ուստի եւ ավելի այսպես ճար չունենալուց դրդված են գնացել այդ քայլին։ Շատ լավ հարց է, Արշալիս, որովհետև նախագահը եւ նրա թիմը բարեփոխական թիմի ներկայացուցիչներ են, որոնք որ առանձնացնում են պահպանողականներից ավելի բաց, ավելի ռեֆորմիստական նկատառումներով, սակայն այդ ռեֆորմները որպես այդպեսին մեծ հաշվով հայ իրենց արտացոլումը տնտեսական առումով չէին գտնում հասարակության մեջ, բայց այնուամենայնիվ նրանք իրենց գաղափարախոսությամբ ավելի ռեֆորմիստական ուժ են, բայց պետք է այստեղ ընդգծել, կարծում եմ, որ կոնտեքստը լիովին այլ է, առայն որ այս ամբողոքի վրա մեծապես ազդում է քաղաքական բաղադրիչը, առայն որ Իրանի կացությունը բավական ծանր է քաղաքական առումով, որը որ ազդում է ժողովրդի վրա եւ այդ է նաեւ հիմնական պատճառներից մեկը, որ տնտեսական բողոքները իսկույն վերածվում են քաղաքականի։ Դա մենք տեսել ենք նաեւ նախորդ ցույցերի ժամանակ, բայց սա այս կոնտեքստը բոլորովին այլ է, որովհետեւ Իրանի հասարակության եւ ոչ մենակ Իրանի հասարակության, Իրանի վերնախավի հարակից տարածաշրջանի պետությունների վրա կարծում եմ բավական մեծ ազդեցություն է թողել Իրան-Իսրայելի պատերազմը 12 օրյա, որովհետեւ առաջին անգամ էր, որ Իրանի վրա ուղիղ հարվածներ եղան, իհարկե Իրանը էլ առաջին անգամ է ուղիղ Իսրայելին թիրախավորեց, այլ ոչ թե նրանք պրոքսիներով, բայց քաղաքական համատեքստը լիովին այլ է, որովհետեւ Իրանը կորցրել է իր դիմադրության առանցքը, Իրանը, այսինքն մինչև այդ երբ որ Իրանը գործում էր շատ ավելի իր սահմաններից հեռու դիապազոնով, այժմ նա սեղմվել է եւ դրա գործունեության արեալը քիչ է եւ հետեւաբար Իրանը բավական խոցելի վիճակում է հայտնվել, բացի այդ այն հարվածները, այդ խոցելիությունը, որ նա ստացավ պատերազմից հետո, անկախ նրանից թե Իրանը ինչպես հարվածեց Իսրայելին, դա մեծ ազդեցություն է թողել, այսինքն կոնտեքստը եւ նաեւ այն կոնտեքստը այլ է եւ դրանք պետք է գումարել այն քննարկումները, որտեղ Իսրայելի հարվածների հավանականությունը նույնպես քննարկվում է նույն Իրանում, այսինքն Իսրայելում կարելի ասել կարծում եմ, որ դեռևս հարցը չի ավարտվել եւ սրանով փորձում են այսպես կոչված հիբրիդային պատերազմի ձևով ազդել։ Եվ սա է պատճառը, որ այո, երկրի վարչակազմը փորձեց հնարավորինս կանխել ոչ ցանկալի զարգացումների եւ փորձել երկխոսություն ծավալել ցուցարարների հետ, բայց դժվարություններից մեկն այն է, որ անգամ եթե դա բացառապես լինի տնտեսական բողոք, իրանք ապա կենտրոնացած բողոք է, այսինքն չկա ինչ-որ մի լիդեր, որի հետ դու ապակենտրոնացած, որի հետ դու խոսես եւ այդ բողոքը ծավալվի եւ ընդհանրապես որպեսզի լինի այդ լիդերը պետք է լինի ընդդիմություն, իսկ ընդդիմությունը դա գոյություն չունի։ No, դասական իմաստով չկա եւ ինքնախապեյություն է մեծ հաշվով ասել, որ սա զուտ տնտեսական խնդիր է, որովհետեւ այս բաղադրիչ եթե միայն տնտեսական լիներ, սա սուբսիդիաների միջոցով կարելի է հարթել այս կամ այն չափով։ Այսինքն այս բանին կարող ենք ասել, որ դա քաղաքական բունտ է։ No, քաղաքական դժգոհություն է, որովհետև բունտի հարցով հիմա իշխանությունների վարքագիծը հետևյալն է, նրանք ասում են, որ մենք ընդունում ենք գերագույն առաջնորդի մակարդակով, մենք ընդունում ենք սահմանադրությամբ ամրագրված ցույցերի անցկացումը, արտոնում ենք, այսինքն որևէ խնդիր չկա, բայց մենք պետք է տարանջատենք ցույցը բունտից, ըմբոստությունից։ Այդ ըմբոստների հանդեպ մենք պետք է կոշտ վարվենք, իսկ ցուցարարների հանդեպ, բայց այստեղ էլ չէ սահմանը բավական։ Այո, կոշտ վարվելու հետ կապված, տեսեք, արդեն կան հաղորդագրություններ եւ լուրեր այն մասին, որ իրանական առնվազն 2 քաղաք, նրանցից մեկը Աբդանան, եթե չեմ սխալվում, անցել է այսինքն վերահսկում են ցուցարարները, անցել է ցուցարարների վերահսկողության տակ, միջազգային մամուլը արդեն գրում է դրա մասին եւ ամենաթարմ նորությունները դրանց մասին են, բայց մյուս կողմից օրինակ Իլամ նույն նահանգում եղել է դեպք, որ հիվանդանոց տեղափոխված ցուցարարներին են անգամ բռնաճնշումների ենթարկել ըստ հաղորդագրությունների եւ հենց հիվանդանոցում է տեղի ունեցել այսպես բավական լուրջ բախումներ ցուցարարների եւ իրավապահների միջեւ, այսինքն
մի կողմից կա բավական լուրջ էսկալացիա եւ դաժանությունների այսպես շղթա, մյուս կողմից կան հաղորդագրություններ, որ ցույցերը այնքան են հզորացել, որ երկու քաղաք անցել է այդ ցուցարարների վերահսկողության տակ։ Նախ այս նորությունների հետ կապված, լուրերի հետ կապված, որքանով են դուք հետազոտել եք իրականությանը համապատասխանում, եւ կարծեմ սա առաջին դեպքն է, հա, որ երկու քաղաք միանգամից ասվում է, որ անցել են ցուցարարների վերահսկողության տակ, թեպետ Իրանի կյանքում քաղաքական կյանքում վերջին, չգիտեմ, 5-10 տարիներին եղել են բավական մեծ ցույցեր հակակառավարական։ Տեսեք, խոսքը շատ է խոսում, որ բավական ակտիվ թեժ է իրավիճակը հենց Իլամ Աբդանան քաղաքում, շրջանում, որը հենց Իլամ նահանգի կազմում է, դա երկրի արևմուտքում է գտնվում եւ դրա վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, օբյեկտիվորեն մենք չենք կարող շատ հստակ ճշգրտել, հա, օբյեկտիվ պատճառներով, տեղեկատվական թե ինչ իրավիճակ է ներսում, սակայն թեժ է թվում, նաև ասում էին, որ ինչ որ իրավապահներ են միացել ցուցարարներին, բայց դրանք հետո պետական լրատվամիջոցներով դրանք հերկվեցին, որ այդքան օրհասական չէ իրավիճակը եւ տեղում իշխանությունները կառավարում են, բայց սա ցույց է տալիս առնվազն ապացուցում է, որ այն բողոքը, որը սկիզբ է առել Թեհրանից, հա, որ ես խոսքի սկզբում նշեցի, դա ընդհանրապես տարածվել է երկրով մեկ եւ կարելի է ասել, որ համակել է շատ նահանգներ, որովհետեւ սկզբնական փուլում էլ մենք վստահ չէինք, թե որտեղ էլի սպեկուլյացիայի մակարդակով էր Թեհրանից դուրս է եկել թե չէ, բայց այս հիմա մենք կարող ենք արձանագրել, որ այո, դրանք Թեհրանից շատ ավելի հեռուն են գնացել եւ այս առումով շատ կարեւոր է։ Պետք է ասել, որ կուզեի առանձնացնել, որ ցույցերի ճնշման կամ ցույցի կառավարման հետ կապված կարծում եմ, որ Իրանի իշխանությունների վրա կա նաև ամերիկյան ճնշումը, հենց Դոնալդ Թրամփի հայտարարությունները նույնպես սրան նպաստում են, որովհետև կարծում եմ, որ իրանական կողմում էլ կան մտահոգություններ Միացյալ Նահանգների հնարավոր քայլերի մասին, եւ սա նույնպես ինչ-որ ճնշում է ինտերվենցիա եւ Թրամփի հայտարարությունը կարծես դրա մասին է։ Կարծես դրա մասին եւ կարծում եմ, որ սա նույնպես նորույթ է կոնտեքստային առումով, թե այս ցույցի հետ կապված է, որովհետեւ նախորդիվ նույնպես Միացյալ Նահանգները նման քաղաքականություն, նման հայտարարություններ չէին անում, եւ սա նաեւ բարդացնում է ցույցերի բնույթը։ Միջազգային մամուլի հայտարարությունների կամ հաղորդագրությունների ֆոնին, այդ թվում նաեւ ամերիկյան հնարավոր ինտերվենցիայի հետ կապված հայտնում է, որ Իրանի հոգեվոր առաջնորդը Խամենեին դիտարկում է որպես երկրորդ տարբերակ, Պահեստային տարբերակ իր համար, երկրից փախչելու տարբերակ, այսինքն տեղափոխվելու Ռուսաստան, Մոսկվա, ինչպես Ասադը ժամանակին, երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ Ասադի իշխանության, տեղափոխվեց Մոսկվա։ Որքանով են ընդհանրապես հաշվի առնելով Իրանի իշխանության բնույթը, հա, որքանով կարող են իրատեսական լինել այս հաղորդագրությունները։ Սրանք ավելի կոնկրետ տեղեկատվական պայքարի մաս կարելի է դիտարկել, թե իսկապես Իրանի իշխանության ներսում դուք ճեղքեր եք տեսնում։ Իշխանության ներսում ճեղքվածներ չկան եւ սա հնարավոր է նաեւ տեղեկատվական պատերազմ, բայց ամեն ինչ շատ կախված է լինելու հետագա զարգացումներից, որովհետեւ եթե ցույցերն անկառավարելի դառնան, ապա դա անկախատեսելի հետևանքներով է հղի, այդ թվում նաեւ ձեր նշածը, սակայն այժմ կարծում եմ, որ չնայած տարաբնույթին, այսինքն ցրված է նաեւ ցույցերը, բայց կարծում եմ կամ վստահ եմ, որ այս պահին Իրանի իշխանություններում ընդհանրապես որևէ ճեղքված չկա եւ նրանք կառավարում են, այսինքն կառավարելի է պահում իրավիճակը եւ հենց սա է հարցը, որ ինքը ունի իր մեջ անկախատեսելիություն, թե ինչպես կզարգանա եւ նաեւ հաշվի առնելով այդ արտաքին բոլոր քաղաքական բաղադրիչները, այդ դժվարությունները, Միացյալ Նահանգների ճնշումը, Իրանի դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական բարդությունը, ինքը Իրանի կառավարությունը բավական բարդ իրավիճակի մեջ է դնում, որովհետեւ նորից եմ ասում, կարծում եմ իրենց մոտ կա այն գիտակցումը, որ հստակորեն բարեփոխումների կարիք կա, բայց ես վստահ չեմ, թե իրենք արդյոք մինչև վերջ պատկերացնում են կամ ինչպես են պատկերացնում այդ բարեփոխումները եւ սա էլ է ծանրացնում, հա, այս իրավիճակից դուրս գալու խնդիրն այն է, որ բարեփոխումների ամբողջ այսպես սուր ծայրով այդ բարեփոխումները ուղղված են կոնկրետ ներկայիս վարչակարգի դեր ըստ այդ հայտարարությունների, ըստ այն հաղորդագրությունների, որ մենք կարդում ենք, խոսքը նրա մասին, որ այդ բարեփոխումները կարող են բերել նրան, որ այս վարչակարգը դադարի գոյությունն է, այսինքն ինչպես կարող այդ վարչակարգը իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ համ մնա իշխանության, համ մյուս կողմից մարդկանց
այսպես հիմնական հարցերին կամ հուզող խնդիրների պատասխանները տան։ Տես արշալի, դրա համար իրենք հիմնականում, այսինքն բարեփոխումներ ասելով հիմնականում շեշտը դնում են սոցիալական բարեփոխումների սուբսիդիայի վրա։ Այսինքն ոչ թե քաղաքական ազատությունների վրա, ոչ թե շատ պահպանողական են կառավարման համակարգի փոփոխության վրա։ Չէ, դրա համար ավելի շատ սոցիալականի վրա։ Հիմա օրինակի համար տնտեսվարողներին նրանք պետք է հատկացնեն բոլորին մոտավորապես ամսական 1 միլիոն թուման, դա մոտավորապես 200 եվրոյի կարգի գումար է, բայց դա էլ նույն իրանում նշում են նաև որ դրանք ընդհանրապես հերիք չի որ ցանկացած բազային ինչ-որ կարիքներ հոգալ։ Հետևաբար այս սուբսիդիաները, բայց քանի որ ինքը ավելի խորն է, քան սոցիալական շերտը, հետևաբար բարդ է այս իրավիճակում, այսինքն բարդ խնդիր է իշխանությունների հետ։ Հետո քաղաքական անվստահության, քանի որ խոսեցին քաղաքական բաղադրիչի մասին եւ որ նշում ենք որ միայն տնտեսականը չէ, մեկ բան բերեմ որ փաստերը ցույց են տալիս որ կա ավելի խորը, բողոք այն է որ օրինակ համար նույն նախագահական ընտրություններում մասնակցայնությունը բնակչության վերջին երկու նախագահական ընտրություններում մասնակցայնությունը կարելի ասել որ հակառակորդները սահմանել 2021 թվականին Էբրահիմ Ռայիսի ժամանակ եւ նաեւ Փեզեշքյանի ժամանակ մոտ եթե չեմ սխալվում շուրջ 40-ից 50% է եղել մասնակցություն, 40.8% է եղել ներողություն, մոտավորապես այդքան։ Դա նաև խոսքը նրա մասն է, որ ժողովրդի մոտ կա նաև քաղաքական անվստահություն եւ հենց սա եմ ասում, որ բացի տնտեսականից, եթե միայն տնտեսականը լիներ, կարելի էր մի կերպ անել։ Դրա համար ցանկացած տնտեսական եւ սոցիալական բողոք ինչ որ պահի վերածվում է քաղաքականի։ Ցանկացած։ Եվ սա Իրանում միշտ է եղել, ուղղակի ասում եմ, որ հիմա կոնտեքստը այլ է քաղաքականությամբ պայմանավորված եւ մեկ հանգամանք էլ որ կուզեի նշել, հա Միացյալ Նահանգները այո ճնշում են գործադրում եւ բարձր որ այս իրավիճակում չեն գնալու որևէ երկխոսության բանակցությունների, սա էլ է մեկ դժվարություն եւ հենց այս է որ այս ամբողջը տեղի ունենում առանց արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ ուղիղ կամ անուղղակի բանակցությունների, որտեղ 12 օրյա պատերազմից հետո փաստորեն այդ բանակցությունները կանգ առան եւ այլևս չվերականգնվեցին։ Այսինքն այդ երկխոսության պատոհանել չկա, որը ավելի է ծանրացնում Իրանի դեպքը երբ գոյություն ունի մեծ ապաթիա, ինչպես դուք ասացիք վերջին ընտրությունների մասնակցել են մոտավորապես կեսից էլ ավելի քիչ ընտրողների կեսից էլ ավելի քիչ մարդ, մի կողմից ապաթիան կարող է տվյալ պահին լինել իշխանության հենարանը, այսինքն մարդիկ չեն գնում ընտրություններին եւ ընտրվում են նրանք, ովքեր ընտրվում են ըստ որոշակի աֆիլիացված խմբերի, հա, քաղաքականապես կոնկրետ տրամադրությունների հետապնդող խմբերի, բայց մյուս կողմից այդ ապաթիան կարող է լինել այսպես շատ պարարտ հող այսպիսի սոցիալական բունտերի, որը կարող է վերածվել նաև քաղաքական շարժումների, այո։ Շատ լավ։ Ինչ ազդեցություն է այս ամենի վրա ունեցել ըստ ձեզ 12-օրյա պատերազմը, որը էականորեն խաթարեց Իրանի դիրքերը, Իրանի ռեժիմի դիրքերը, վարչակարգի դիրքերը երկրի ներսում եւ մեծ հաշվով ցույց տվեց, որ այդքան էլ ոչ միայն չի կարողանում հարևան եւ իրեն սատելիտ հանդիսացող պետություններին կամ միավորներին պաշտպանել Իրանը իր այդ դիմադրության առանցքով, որը փլուզվեց, այլ ներքին անվտանգություն, ժողովրդի անվտանգությունը, հասարակության, պետության անվտանգությունը ապավելու խնդիր ունի։ Ես կարծում եմ, որ բավական մեծապես ազդեց, որովհետև սա, ինչպես նշեցի, առաջին անգամ է, որ Իսրայելը ուղիղ հարվածներ էր հասցնում եւ անկախ նրանից, թե Իրանը ինչպես է պատասխանել, բավական մեծ ծանր կորուստ գրեց։ Մեկ օրինակ բերեմ, օրինակ հիմա երբ որ 2025 թվականին Գազայի խնդրում, հա, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Կատարը եւ այլ տերություններ հավաքվեցին եւ որոշակի համաձայնության հասան, համաձայնության շուրջ այդ ժամանակ անգամ Իրանը բացակայում էր սեղանից, այն դեպքում երբ որ Իրանը հայտնի է որ իր Համասի աջակցությամբ եւ կայուն ներգրավվածությամբ, այսինքն ունի կոնկրետ ազգային շահեր այնտեղ, սա նույնպես ցույց է տալիս, որ Իրանը այլևս այն դիրքերում չէ, ինչպես առաջ եւ հետեւաբար որևէ ձևով ներգրաված չէր այդ բանակցություններում։ Կամ օրինակ համար նույնպես նշեցի դիմադրության առանցքի, հա, Սիրիայում իրավիճակը, Լիբանանում իրավիճակը, այդ բոլորը իհարկե մեծապես ազդեց եւ էլ չասած, որ կարծում եմ Իրանի ռազմական վերնախավի կորուստը, հա, որ նրանք զոհվեցին այսքան այդ հարվածների հետևանքով, սա նույնպես կարևոր բաղադրիչ էր, որ այսինքն դա նաև ցույց տվեց ինչ որտեղ նաև ոչ թե ինչ որտեղ նաև Իրանի խոցելիությունը։ Պլյուս դրան կարելի ասել արշալից, որ կառանձնացնեմ Իրանի հստակ դաշնակիցների բացակայությունը։ Այսինքն իրենք շատ հաճախ խոսում են Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններից, բայց կարծում եմ, որ Իրանում որևէ մեկը չի հավատում դրան, անգամ վերնախավում եւ դա շղար չէ, այսինքն ինչ անել, եթե չխոսել Ռուսաստանի հետ կայուն հարաբերություններից։ Այդպես Ռուսաստանը նաեւ Վենեսուելայի դաշնակիցներ, բայց ոչ մի ձև չխառնվեց այդ իրավիճակին։ Նախ այս ռազմավարական փաստաթղթով, որ 2025 թվականի հունվարին նրանք թարմացրեցին Մոսկվայի հետ, նրանք
Մոսկվան որևէ պարտավորություն իր վրա չվերցրեց։ Այսինքն նրանք նշում են, որ եղբայր, որևէ տեղ նշած չի, որ ես քեզ պետք է օգնեմ, բայց դրանից բացի Իրանում այնպես չի, որ լրջորեն մտածում էին, որ Ռուսաստանը պետք է օգնության հասնել, բայց առնվազն նրանք մտածում էին, որ իրենց ռազմաօդային ուժերը նրանք պետք է արդիականացնեն։ Այս 300-ները պետք է արդիականացվեն, նորերը համակարգերը Իրանում խանդ կար, դեռևս Ռոհանիի ժամանակից հիշում եմ, որ նրանք փորձում էին, այսպես ասած, ակնարկել, բա ինչու դուք թուրքերին վաճառեցիք 400, իսկ ձեր դաշնակցին խուսափում եք վաճառել եւ անգամ սաուդցիներին եք պատրաստ վաճառել, եւ նրանք նաեւ խոսք էր գնում F-35-երի մասին, S-35-երի մասին, որոնք որ սպասում էին անգամ Ռայիսի կառավարման ժամանակ նրանց ռազմական շքերթում, բայց այդպես էլ տեղ չգտան, այսինքն իրենց ավելի շատ սպասելիքները Իրանից դա Ռուսաստանի գոնե ռեֆորմներն են ռազմաօդային ուժերում եւ մանավանդ կարծում եմ, որ այն օգնությունը Իրանը որ ցույց տվեց Ռուսաստանին ուկրաինական ճակատում դրոների տեսքով եւ այլն, դրանով նաեւ ավելի մեծապես մխրճվելով, արևմուտքի սև ցուցակում նրանք գոնե դրա դիմացել էին հուսում, որ գոնե կստանան Ռուսաստանի ռազմական աջակցությունը, բայց դեկտեմբերի 28-ն էլ հայտարարվում էր, որ հնարավորություն կա նոր պատերազմի կամ նոր էսկալացիայի բավական լուրջ այսպես հիմքեր են ստեղծվում կամ ակնկալիքներ կային, որ Իսրայելի հետ կարող է տեղի ունենալ, դա նշանակում է նաև ԱՄՆ-ի որոշակի ներգրավվածություն։ Հիմա երբ Թրամփը հայտարարել է հնարավոր ամերիկյան ներգրավվածության մասին, հնարավոր ամերիկյան ազդեցության կլինի պատժամիջոցներ, կլինի ուղիղ ինտերվենցիա, ձեր կարծիքով ինչպիսի են տրամադրությունները Իրանում, հատկապես վերնախավում եւ հասարակության մեջ, նրանք ակնկալում են, սպասում են, կա նման այսպես վաղ երկյուղ, որ Ամերիկան իսկապես կխառնվի հատկապես Վենեսուելայում տեղի ունեցածից հետո։ Ես կարծում եմ, որ սա շատ ուշագրավ ազդակ է, որովհետեւ այսքան միացյալ նույն Վենեսուելայի օրինակով էլ չի։ Եվ դա ինչպես է ազդում հասարակության վրա, դա մարդկանց մոբիլիզացնում է ընդդեմ արտաքին թշնամու, թե մենք դեռ չենք կարող, հասկանում եմ, դեռ չենք կարող ասել, որովհետեւ սա էլ է երկսայր, որովհետեւ Միացյալ Նահանգները նույնպես կարծում եմ այս հայտարարություններով ավելի շատ հույսը դնում են, որ գուցե Իրանում ժողովուրդը կակտիվանա եւ այլն։ Այսինքն սա կարող է լինել եւ նա եւ նաեւ Իրանի իշխանությունները կարողանան կառավարել այդ մարտահրավերը, բայց սա էլ է այդ հայտարարությունը հիբրիդային, այսպես ասած, պատերազմի շարքից։ Բայց փաստը այն, որ ավելի շատ սուր բնույթ, այսինքն նշեցի, որ երկխոսություն չկա որպես այդպիսի Միացյալ Նահանգների հետ, եւ միջև այդ էլ, երբ որ Միացյալ Նահանգների այսինքն պահանջները շատ ավելի առավելապաշտ էին գուցե այն իմաստով մաքսիմալիստական, որ նրանք ընդհանրապես Իրանի միջուկային ծրագրով պատերազմից հետո թե ինչ ազդեցություն թողեց, նրանք ընդհանրապես նշում են, որ դուք ընդհանրապես պետք է չունենաք Իրանի ուրան չհարստացնեք եւ այլն եւ այլն, կարծում եմ, որ այս պայմաններն ու պահանջները նույնպես անփոփոխ են լինելու եւ դրանով նույնպես Իրանի միջուկային ծրագիրը նույնպես անորոշության է մատնված։ Շատ կարճ այն մասին, թե ինչով են տարբերվում այս իրադարձությունները 2022 թվականի կին կյանք ազատություն շարժման հետ, երբ մեկ կին գլխաշորջ գրելու համար ուրեմն կյանքից զրկվեց Իրանում, փաստացի, ինչ որակական տարբերություններ եք տեսնում այս առումով։ Արդյոք ներկայ շարժումն ունի պոտենցիալ դառնալու ավելի մասշտաբային, հաշվի առնելով, որ անգամ շարժիչ ուժը այս անգամ սոցիալական հարցն է, ոչ թե գաղափարական։ Առաջին հերթին թե ինչով է սա տարբերվում, քաղաքական ներկապնակը լիովին տարբեր է, կոնտեքստը լրիվ տարբեր է, Իրանի քաղաքական դերակատարումը տարածաշրջանում այլ է եւ Իրանը թուլացած է։ Կարծում եմ, որ սա նույնպես նպաստում է եւ կարող է նպաստել ցույցերի բորբոքմանը եւ հանգեցրել է, որ Թեհրանի բազարի ցույցերը հանգեցրել են այս քաղաքականությանը, այսինքն Իրանի թուլացումը, Իրանի գործունեության, այսինքն ծավալների նվազումը, սա մեկ, երկրորդ, այսինքն սրան պետք է գումարել պատժամիջոցների խստացումը, արևմուտքի երկխոսության բացակայությունը։ Այս բոլորը կարծում եմ ավելի խոցելի է դարձրել Իրանին, ի տարբերություն նախորդ տարիների ցույցերի դեմ ռեզիստենտությունը մի փոքր նվազեցրել է, դիմադրողականությունը, սակայն սա չի կարելի միանշանակ ասել, որ ցույցերը կարող են անպայմանորեն զարգանալ եւ դա, չգիտեմ, հանգեցնել դիցուկ օրինակ իշխանափոխության։ Պետք չէ, հա, այսինքն թերագնահատել Իրանի իշխանությունների ուժը այս դեպքում եւ լեգիտիմությունը ինչ որտեղ, որովհետեւ այնպես չի, որ այսինքն նրանք ունեն իրենց լոյալ մասան եւ անկախատեսելի է եւ բայց կարելի է ասել, որ ընդհանրապես
Իրանի շուրջ նաև արտաքին նաև ակտիվություն է նկատվում, դիցուկ ընդդիմադիր այդ ուժերը, որոնք ընդհանրապես արտաքսված են երկրից դուրս, նույնպես բավական ակտիվություն են ցուցաբերում եւ կարելի է ասել նրանք գուցե զգում են, որ Իրանը ինչ-որ փոփոխությունների շրջան է ապրում եւ փորձում են օգտվել առիթից։ Այսինքն այս հանգամանքն էլ կա, այնուամենայնիվ քաղաքական իրավիճակը ընդհանրապես անորոշ է եւ սա նորից եմ կրկնում բավական մարտահրավեր է Իրանի։ Իրանի այս իշխանությունները ռեսուրս ունեն իրավիճակը մեղմելու այս պահին ձեր կարծիքով, թե գնում են երկարատև առճակատման։ Մեղմելու տարբերակը նշեցի հիմնական տնտեսական որը բավարար չէ դեռևս, այո, բայց գիտեք ամբողջ հարցը հետեւյալն է, որ եթե դիցուկ վաղը մեղմեն, այդ բողոքները չեն մեղմվի իսպար, այսինքն դրանք ի վերջո դրանք այս պահին իրավիճակը կարող է մեղմել, բայց խնդիրը չի լուծվի։ Այո, դրա համար նշում է, որ արմատական բարեփոխումների կարիք կա, թե ինչպես նրանք կարող են անել, չգիտեմ, գուցե իրենք գիտեն փակուղային վիճակում են կարելի ասել բարեփոխումների տեսանկյունից չէ, բայց եթե անգամ այսինքն պլան մինիմումը պետք է զսպել այս բողոքը, ինչ որ ձև հաղթարել, հետո մտածել թե ինչ անել։ Եվ սա կարծում եմ հիմնակարային է այսքան մարտահրավեր Իրանի համար, որովհետև այս բողոքը մեղմելով այդ քանի որ այնքան խորն է, չես կարող մեղմել, եւ բացի այդ այսքան քաղաքական որոշակիություն է պետք է ժողովրդի համար։ Եվ ամենավերջում Հայաստանի համար ինչ կարևորություն ունի Իրանում իրավիճակի կայունությունը կամ ապակայունացումը։ Ես կարծում եմ սա ամենակարևոր հարցերից է, որովհետև Իրանը մեր համար շատ կարևոր հարևան է եւ նրա սահմանն է, կենսական է եւ կարծում եմ որ ամենակարևորը մեզ համար կայունությունն է Իրանում, որովհետև կանխատեսելիությունը Իրանում նա բխում է նաև տարածաշրջանի, մասնավորապես մեր շահերից, խոսքը տնտեսական փոխգործակցության մասին է եւ այն պատոհանի, որ մենք ունենք նաև դեպ Իրանի միջոցով եւ նաև Իրան դեպ եւ նաև Իրանի միջոցով արտաքին աշխարհ, որովհետև մենք փաստացի հիմա բլոկադայի մեջ լինելով բնականաբար երկու հարևանի միջոցով են կապ պաշտպանում ցամաքայինով եւ Իրանը մեզ համար շատ կարեւոր է նաև անվտանգային տեսանկյունից։ Հետևաբար կարծում եմ, որ այս իրավիճակում ամենակարևորը Հայաստանի համար կայունությունը Իրանում է, որովհետեւ նաև մենք նույնպես հետագա զարգացումներից խուսափենք անկանխատեսելի զարգացումներից, որովհետեւ հասկանալի է, որ Իրանը բավական բազմաէթնիկ, բավական մեծ, բազմաշերտ պետություն է եւ ցանկացած առնվազն լարվածություն այդ երկրում կարող է ինքը բավական տևական ժամանակ անկայունության բերել, որը չի բխի հաստատ մեր շահերից։ Հետևաբար կարծում եմ, որ Իրանի կայունությունը, Իրանում կայունությունը դա ամենակարևոր հարցն է, որը մեզ պետք է հետաքրքրի եւ մենք անկայունության գծերը կարող են անցնել ոչ միայն քաղաքական տրամադրությունների առումով, այլև էթնիկ որոշակի խմբեր դրան մասնակցային եւ որոշակի եթե լարվածությունը շատ մեծանա եւ խորանան բողոքները գուցե, բայց հենց դրա համար շատ կարեւոր է, որ մենք շատ աչալուրջ լինենք եւ ապավինենք կամ բնականաբար նախապատվություն տանք հենց կայունությանը։ Կարծում եմ սա մեզ համար ամենակարևոր հարցն է։ Շնորհակալ եմ։ Civilnet տաղավարում ես զրուցեցի արվելագետ իմ գործընկեր Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։